Տիկին Ջուլհակյան, ինչպես ես ծանոթացա ձեր կենսագրությանը, մասնավորապես այս ազգային ժողովում ձեր ընդգրկված եք եղել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, այնուհետև 2022 թվականից հանդիսացել եք նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ, պետաիրավական հանձնաժողովի անդամը, որպես օրենսդրական գործընթացի և իրավական պետության սկզբունքների վերահսկման պատասխանատու, պետք է նշեմ, հարց է ինձ մոտ առաջանում, ինչու երբևէ լինելով այդ պաշտոնում, ձեր կողմից հարց չի բարձրաձայնվել, թե այսքան երկար ժամանակահատված, մասնավորապես եկեք նշենք 7 տարի 9 ամիս է, համաներման նախագիծ չի ներկայացվել։ Պետք է նաև արձագանքենք, որ մեր քրեական այս պատմության մեջ, որպես այդպիսին, համաներման ակտ ամենաերկար ժամանակահատվածը եղել է, եթե չեմ սխալվում, 2001-ից 2006 թվականը 5 տարի և դրանից հետո արդեն 7 տարի 9 ամիս այդ նախաձեռնության մասին որևիցե բարձրաձայնում չի արվել և կարծում եմ, որ խոսքը պարզապես հերթական նախագծի, օրենսդրական նախագծի մասին չէ, այլ այնպիսի ինստիտուտի, որը անմիջականորեն առնչվում է մարդկանց ազատության և քրեական քաղաքականությանը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Գասպարյան, այս թեմային բազմիցս անդրադարձ է եղել, արդյոք համաներման մասին օրենք նոր մեզ պետք է թե ոչ, մեր քաղաքականությունը այն է, որ համաներման ճանապարհով մենք չպետք է գնանք, այլ կոնկրետ դեպքերում մենք պետք է քննարկենք վաղակետ ազատման հարցեր, եւ այդ ճանապարհով մենք գնացել ենք, համապատասխան օրենսդրական փոփոխություններ ընդունել ենք, եթե չեմ սխալվում, այս տարվա սկզբում կամ գուցե նախորդ տարվա վերջում, բայց համաներումը մեզ համար դա ընդունելի ճանապարհ չէ, որովհետեւ կարծում ենք, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում յուրահատուկ մոտեցում է պետք։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալ եմ, Տիկին Ջուլհակյան, այո, ես հարցս հենց ձևակերպել էի ծանոթ լինելով ձեր կողմից նշված քաղաքականությանը, քանի որ մինչ այս փորձը ցույց է տվել, որ վաղաժամկետ ազատման ինստիտուտը նույն կերպ է աշխատում հիմնականում, դատարանները առաջնորդվում են դատախազի առարկություններով և կրկին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման տոկոսները մեր քաղաքացիների ժողովրդի համար գոհացուցիչ չեն։ Եվ այո, փորձը ցույց է տվել, նաև իմ պրակտիկան ցույց է տվել, որ դատախազների կողմից բերված առարկություններով չի գործում այդ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը։ Շնորհակալություն հարցի համար, այդ ինստիտուտը, ինչպես ասացի վերջին շրջանում օրենսդրական փոփոխություններով, մենք թարմացրել ենք և դեռ պետք է տեսնենք ոնց է ինքը աշխատում։ Ինչ վերաբերում է նրան, թե դատարանները և դատախազները ինչպես են աշխատում, նրանց թերությունների մասին մենք կարող ենք շատ երկար քննարկում ունենալ։ Ես չգիտեմ դուք որ հանձնաժողովում եք նախատեսում ձեր աշխատանքները կազմակերպել, հուսով եմ, որ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, իհարկե կարող ենք մենք այդ քննարկումները ծավալել և այդ պետք է մենք առհասարակ չենք թաքցնում, որ թե դատական իշխանությունում, թե քննչական մարմիններում, իրավապահ մարմիններում առհասարակ կարողությունների խնդիր ունենք և շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ թե դատավորները, թե քննիչները, թե դատախազները աշխատում են իներցիայով, հին, այսպես ասած, ձևերով և իրենց կարողությունները պետք է բնականաբար այդ ուղղությամբ բարձրացման աշխատանքներ մեր պետք է տարվենք։ Քննարկումներ սիրով կկազմակերպենք Տիկին Գասպարյան և նաև այս հարցին կանդրադառնանք։ Շնորհակալություն։